Փաստորաթերթը գրում է 2025 թվականի օգոստոսի 8-ից ապօրինի կալանավորված է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։ Իրավաբանների կարծիքով այս գործում չափազանց շատ են նախկինում տեղի չունեցած հանգամանքները։ Դրանցից մեկն այն է, որ գլխավոր դատախազն առանց որևէ նոր հանգամանքի վերացրել է կարճված քրեական վարույթը և 7 տարի անց փաստացի վերակենդանացրել մահացած քրեական գործը։ Շուրջ 70 օր կալանավորված Վարդան Հարությունյանի հետ կապված քննիչները պնդում են գործին խոչընդոտելու ռիսկը, մինչդեռ ի պատասխան մեր հարցմանը փաստաբանական խմբից հայտնեցին, որ հենց իրենք իրենց նախաձեռնությամբ բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել առերեսման կամ որևէ գործողության, որոնք պարզապես մերժվել են, քանի որ չի կարող լինել նման ռիսկ, որովհետև նույնիսկ առկա չէ հիմնավոր կասկած մեղադրանքների վերաբերյալ։ Այսինքն փաստացի առանց իրավական հիմքի պահպանվում է Վարդան Հարությունյանի կալանքը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանության քրեական գործով նախաքննական մարմինը մերձավանից մի շարք անձանց հեռախոսներ է առգրավել և այս ընթացքում վերծանում են ինչպես հեռախոսային խոսակցությունները, այնպես էլ ստուգվում են հեռախոսներում առկա տվյալները։ Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն հեռախոսները առգրավել են, դրանցով ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում։ Նշենք, որ կասկածելի է այն հանգամանքը, որ սպանությունից 10 օր առաջ երկիրը լքել է Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանը։ Ավելին, սպանություն կատարող Գևորգ Հարությունյանը Մհեր Ախտոյանին անձամբ էր տարել օդանավակայան և ճանապարհել։ Իրավունք թերթը գրում է լավատեղյակ աղբյուրների համաձայն Ավինյանը Փաշինյանին հասկացրել է հրահանգի նվիրյալներին, որ ոտքի տակ չընկնեն։ Ասում են, նա նկատի է ունեցել Արայք Հարությունյանին, ով պատե առիթը բաց չի թողնում մտերմիկ շրջապատում ասելու, որ Ավինյանի օրերը հաշված են, որ շեֆը էլ չի վստահում իրեն ու նման բաներ։ Ավինյանն էլ տեղ է հասցրել չհասցնեն նրան, որ սկսել լաբավոյ իրար խփել կոմպրոմանտներով։ Հրապարակ թերթը գրում է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ՔՊԱ-ական Վլադիմիր Վարդանյանը պարզվում է փոխել է ազգանունը։ Մեզ պատմել էին, թե նա կնոջ ազգանունն է վերցրել, սակայն Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կնոջ ազգանունը Մելիքյան է։ Ինքն ի սկզբանե Վարդանյան է եղել, ապա երբ ժառանգության հարց է առաջացել, փոխել է ազգանունը, տատիկի ազգանունն է վերցրել։ Իսկ երբ փաստաթղթային խնդիրները լուծվել են, կրկին վերադարձել է Վարդանյան ազգանվանը։ Նա կատակեց, ես կնոջ ազգանուն վերցնող տղա եմ, այնուհանդերձ ինչ որ ֆինանսական գործարքի համար ազգանուն փոխելը ոչ պակաս ուշագրավ փաստ է։ Հրապարակ թերթը գրում է տեղեկացանք, որ միջազգային արբիտրաժային դատարանը վարույթ է ընդունել Ամուլսարի գործը։ Հայցվորներն ամերիկյան ներդրողներն էին, որոնք այժմ միավորվել են և համատեղ հայց ներկայացրել մի իրավաբանական ընկերության միջոցով։ Գործը վարույթ ընդունելու համար հիմք է հանդիսացել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գործող ներդրումների փոխադարձ պաշտպանության և քաջալերման պայմանագիրը։ Արբիտրաժային ատյանը նախագահում է Ջանեթ Վոքերը։ Հայկական կողմից որպես պատասխանող կողմ հանդես են գալու Կարեն Անդրեասյանը, միջազգային իրավական ատյաներում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը, նրա տեղակալ Արտյոմ Սուջյանը, նույն գրասենյակի ներկայացուցիչներ Մերուժան Հայկյանցն ու Աննա Շահնազարյանը։ Իրավունք թերթը գրում է վերջին ամիսներին ու Բարաշենի աղբավայրում արձանագրված տասյակից ավելի հրդեհները ցեց է գցել ՔՊ-ի ներսում։ Ըստ իշխանական կուլիսային շշուկների որոշ շրջանակներ լուրջ վարկած են առաջ քաշում, համարելով, որ հրդեհները կարող են նպատակային պլանավորված և քաղաքական շարժառիթով իրականացված գործողություններ լինել։ Ավելի կոնկրետ, Նուբարաշենի բազմակի հրդեհները կարող են լինել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ ուղղված սաբոտաժային քայլ, հենց իշխանական որոշ շրջանակների կողմից, որոնց միջոցով փորձ է արվում նրան չեզոքացնել, հատկապես այն բանից հետո, երբ ՔՊ վարչության վերջին համագումարում նա պահպանեց իր դիրքերը, ինչը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի սրտով չէ։ Հրապարակ թերթը գրում է ՔՊ-ն ողջ ներուժով լցվել է Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժումը վարկաբեկելուն։ ՔՊ-ն ու նրա քարոզիչները 24 և 7 ռեժիմով հետևում են շարժման բոլոր շարժերին և ակտիվորեն մեկնաբանում, պարսավում։ Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ի վերին օղակներում քննարկում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ հետապնդումներ սկսելու հարցը։
քանի որ կան տեղեկություններ, որ նա է ղեկավարելու մեր ձևովի ցուցակը, որպես վարչապետի թեկնածու։ Ելնում են նաև նրանից, որ շաբաթ օրը մեր ձևով շարժման միջոցառման ժամանակ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ վարչապետի իրենց թեկնածուն ընդունելի կլինի եւ բոլորը կհավանեն։ Իրավունք թերթը գրում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա ընտանիքի հանդեպ ճնշումները անցել են ստվերային փուլի։ Մասնավորապես տեղի աղբյուրների համաձայն Ղուկասյաններին 24 եւ 7 գրաֆիկով հսկում են իրավապանները քաղաքացիական հագուստով եւ աչքի չընկնող մեքենաներով։ Ասում են, նրանք շատ դժգոհ են, քանի որ ոչ մի կրիմինալ բան դեռ չեն կարողանում գտնել։ Հավայի պոշտերին են նստեցրել, դժգոհել են նրանք մտերիմների շրջանում։